Շնորհակալություն հարգելի գործընկերներ, թեև այստեղ օրինակներ բերվեցին մեր սեփական գույքերի գույքահարկի չափի, բայց ես էլ իմ օրինակն եմ ուզում բերեմ։ Ես ապրում եմ մի տանը 2013 թվականից, որը դրանից մի տարի առաջ եմ ձեռք բերել, Երևան քաղաքի վարչական տարածքում եւ մինչեւ այս վերջի փոփոխությունները վճարում եմ 5000 դրամ գույքահարկ։ Ու ինքը զարմանում է, թե ես ինչի եմ 5000 դրամ վճարում իմ տան համար։ Անկեղծ զարմանում էի ձեռբերման օրվանից։ Հիմա պարզվում է, պետքա վճարեմ 15000 դրամ գույքահարկ։ Էլի ընդհանրապես անկեղծ, էլի զարմանալով։ Այդ ֆիքսենք։ Տարեկան։ Հիմա մեր գործընկերներն ասում են պետքա շքեղությունը հարկենք։ Իհարկե, պետք է շքեղությունը հարկենք։ Բա ո՞նց որոշենք այդ շքեղությունը, հարգելի գործընկերներ։ Ես մի օրինակ ասեմ որոշելու, որին դուք էլի դեմ եք։ Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրում։ Բա մենք երբ որ ուզում ենք մեր քաղաքացիներին ճանաչենք, ասենք հարգելի քաղաքացիներ, եկեք մի հատ հասկանանք դուք ինչքան եկամուտ եք ստանում, որ պետությունը ձեր նկատմամբ հասցեական քաղաքականություն որդեգրի։ Ու օրինակ այն տատիկ պապիկներին կամ մեր հարգարժան քաղաքացիներին, որոնց եկամուտները տարեկան ինչ որ շեմից ցածր են, ասենք օրինակ եկեք գույքահարկը ձեզ ների համայնքը։ Բա ո՞նց իմանանք այդ մեր քաղաքացիներին։ Հիմա դուք մի օրինակ եք բերում, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրը չեղարկենք, հետո ասում եք շքեղություն հարկենք, եկեք կողմնորոշվեք, էլի դուք հիմա որն եք ուզում, որը չեք ուզում։ Պետք է ընդհանրապես քարոզել այն, ինչ անում ես եւ անել այն, ինչ քարոզում ես։ Հաջորդը, բա համայնքների ծախսերը ո՞նց անենք, հարգելի գործընկեր։ Ես օրինակ մի ձև գիտեմ։ Եկեք կրճատենք համայնքների ծախսերը, եկամուտները, որ ծախսերը չկարողանան անել, որ ընտրությունների նախաշեմին լոկալ օլիգարխների կամ մեծ օլիգարխների միջոցով ասֆալտ անենք, լուսավորություն քաշենք, ինչ որ բաներ բարեկարգենք, մանկապարտեզներ վերանորոգենք, դա շատ լավ եղանակ է, որը ժամանակին իհարկե գործել է, բայց մենք ուզում ենք պետություն կառուցենք եւ համայնք կառուցենք, իսկ պետությունը եւ համայնքը առանց սեփական բյուջեի, սեփական եկամուտների եւ ծախսերի չի կարող լինել։ Շնորհակալություն։